Պարոն Ցուցելյան, վաղ առավոտից շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, ինչ նորություն կարող եք հայտնել մեզ։ Վերջին նորությունն այն է, որ երրորդ որոնվողը հայտնաբերեց Երևան քաղաքում։ Ներկա պահին ունենք ընդամենը 2 որոնվող։ Երրորդ որոնվող աղջիկը, որը ենթադրյալ պետք է գտնվեր այստեղ շենքշինությունում, պարզել են, որ գտնում է Երևան քաղաքում եւ անվնաս վիճակում է։ Շատ լավ։ Իսկ այդ 2 հոգին ովքեր մայր ու տղա են, ասացին, թե նաեւ 2 տղամարդ են, տարբեր տեղեկություններ։ Մեր տեղեկությամբ մայր եւ որդի են։ Որ բնակարանի բնակիչներն են։ Կոնկրետ այս 3-րդ հարկի բնակարանի բնակիչներն են։ Հենց որտեղ որ փլուզումը եղել է։ Փլուզման բնակարանի բնակիչներն են։ Պարոն Ցուցելյան, կներեք, ես մի քիչ ուշ մի ասած, երրորդ որոնողի մասին, որ շրջանառվում է։ Պարզել ենք, որ երրորդ որոնող անձը, աղջիկ, կին աղջիկ, գտնվում է Երևան քաղաքում, պետք է որ այցելած լիներ իր ծնողներին հյուր եկած լիներ, պարզեցինք, որ գտնվում է Երևան քաղաքում։ Իսկ ծնողները ինչ վիճակում են։ Ծնողները Այստեղ են ապրել, այսինքն։ Հա, այստեղ են ապրել։ Իսկ շատ կա դեռ որ որոնվող մարդկանց հասնեն, չգիտեմ, ինչ-որ ձև, որովհետեւ տեսանք շներ են բերում հաստատին նաեւ։ Մենք մեր բոլոր որոնողական աշխատանքները, փրկարարական աշխատանքներն իրականացնում ենք։ Դեռ վաղ է ասել շատ քիչ, փրկարարական աշխատանքը պետք է իրականացվի։ Այսինքն գոնե հետքը գտել է մոտավորապես գիտեն, որ ասում են մոտավորապես կարող եմ ասել վստահ գիտենք տեղը, ուղղակի աշխատանքներ են տանվում փլատակների տակից հանելը։ Իսկ կա որ ողջ դուրս կան։ Ոչ դուրս կան։ Չեմ կարող ասել նման բան։ Այդ հարցին ես չեմ կարող պատասխանել։ Աշխատանքներ իրականացնենք ընթացիկ կերպով։ Շնորհակալ ենք։